Բարև ձեզ Factor TV հյուրը ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն է, ողջույն պարոն Պետրոսյան, ձեր քաղաքական ուժը մասնակցելու է հունիսի 7-ի խորհրդանական ընտրություններին, ինձ հետաքրքիր է ձեր դիրքավորումը եւ պայքարի գործիքակազմը, այսօր պարոն Քոչարյանի ասուլիսներ եւ մեծ հավանականությամբ նա կլինի իրենց վարչապետի Տեխնացուն Հայաստան դաշինքայից ձևով կլինի, այսպես ասենք ունենալու ենք նախկին ներկա այս բլոկը ոնց հասկանում ենք դրանից անհնար է խուսափել, դուք ոնց եք խաղի մեջ մտնելու ինչ ծրագրերով, ինչ ասելիքով։ Շնորհակալություն հրավերի համար, մենք ի սկզբանե process-ի մեջ մտել ենք բացառապես կրկնում եմ, մեր օրակարգով եւ մենք որևիցե փուլում, որևիցե ժամանակ երբեք չենք տրվել մեզ պարտադրված օրակարգերին, մեզ պարտադրված նարատիվներին եւ անգամ խոսույթներին, երբեք ոչինչ պարագայում։ Մեր խոսույթները, մեր օրակարգերը շատ ժամանակ մեզնից թեպետ սկիզբ առնելով, թեպետ սա մեծամտություն չհնչի, դարձել են գերակա, անգամ ամենակարևոր խոսույթներից մեկը, որ այսօր հաճախ համոզված եմ տեսած կլինեք, որ նույնիսկ ակնհայտորեն նախկին վարչակարգերից սերող, նախկին նախագահների թևերը սպասարկող նոր ուժեր են ձևավորվում, որոնց առաջին խոսքը լինում է, որ իրենք նախկին վարչակարգից որևիցե մեկի չեն համագործակցի, բայց ակնհայտ նրանք այդ թևի ներկայացուցիչներ են։ Իհարկե անուններ չտամ, ինձանից շատ-շատերը մեզ համոզված եմ լսողները շատ ավելի լավ գիտեն այդ բոլոր մեկ անձի մասին չի շատ տարբեր մարդկանց մասին է խոսքը։ Բայց օրինակ 2022 թվականին երբ մենք խոսում էինք, որ ասում ենք սա նույն քաղաքական համակարգն է, երբ մեզ ներկայացնում են, որ գիտեք ինչ, եթե դուք պարլամենտական ընդդիմության հետ չեք, ուրեմն դուք ինքնաբերաբար Նիկոլ Փաշինյանի աջակիցն եք։ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն էլ ասում են, եթե դուք մեր հետ չեք, ուրեմն դուք պարլամենտական ընդդիմությունից մեկն եք։ Եվ թվացial կոնսոլիդացիոն օրակարգ էր գերակայում 2022 թվականին, որ նույնիսկ մարդիկ ամբիոնից մարդիկ, ովքեր փորձում էին դառնալ քաղաքական գործիչներ, ասում են, որ ով մեզ հետ չի, ուրեմն Նիկոլ Փաշինյանի հետ է։ Դա ինչու է արվում։ Սա դաշտը բևեռացնելու։ Բնականաբար ոչ միայն բևեռացնելու, հիմա կասեմ, բայց անգամ այդ ժամանակ, երբ այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր էին, բայց պարլամենտական ընդդիմության հետ չէին, թիրախավորվում էին որպես իշխանամետ մարդիկ, մենք անգամ այդ ժամանակ ասել ենք, որ դա կեղծ օրակարգ է, հակառակը այս պարլամենտական ընդդիմությունը եւ իշխանությունը քաղաքական նույն համակարգի շատ կարեւոր առանցքային դերակատարներն են եւ մեկը մյուսի հետ բնական դաշնակիցներ են։ Այն ժամանակ որևիցե մեկ անգամ չէր համարձակվի ասել, որ մենք չենք համագործակցի պարլամենտական ընդդիմության հետ, մյուսի հետ, որտեղ կար կոնսոլիդացիոն օրակարգ։ Այդ օրակարգի առաջամարտիկներից կամ տարածողներից, եթե ոչ առաջինը, ամենահիմնական ու առաջիններից մեկը եղել ենք հենց մենք եւ նաեւ շատ թիրախավորել ենք դրա համար։ Սակայն այսօր բոլորը ակնհայտ, ով դուրս է գալիս ասպարեզ քաղաքական, առաջի խոսքը, որի մեջ իրականում իմ խորին համոզմամբ գոնե անկեղծություն չկա, ասում են, որ մենք պարլամենտական ընդդիմության հետ չենք համագործակցի։ Այսինքն մեր օրակարգերը ինչ որտեղ թեկուզ փոքր առումով իրենք խորքային արժեքային նարատիվներ չեն, խորքային փոփոխությունների տանող նարատիվներ չեն թեպետ, բայց կարևոր գործիքակազմեր են, կարևոր գործիքներ են, որոնք ըստ էության ինչքան է հակադրվեցին մեզ, բայց դարձավ գերակա։ Բոլորը այսօր այդ օրենքներով են շարժվում, բոլորը անխտիր, ասում նույնիսկ այն մարդիկ, ովքեր ուղիղ սերում են նախկին նախագահներից եւ այսօր կառավարվում են իրենց կողմից։ Տեսեք, պարոն Պետրոսյան, չեն էլ թաքցնում, ասենք, ԱԺ ընդդիմության թևից, որ պատրաստ են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի ուժերով մտնել խորհրդարան եւ եթե իրենց հաջողվի քպեց ավելի շատ միասնական ձայն հավաքել, համագործակցության հուշագիր, կոալիցիա դա արդեն տեխնիկական կողմն է, բայց կառավարություն ձևավորել, վերցնել իշխանությունը իրենց ձեռքին։ Մեկը բարձր խոստովանում է, ասենք Քոչարյանի թևը այդպիսի հավանականություն տեսնում է, Սարգսյանի թևը այդպիսի հավանականություն տեսնում է, Կարապետյանի թևը կարող է տեսնում է, բայց չի ասում կամ կես բերան է ասում եւ այլն, էլի։ Կամ Գյումրի երկու սցենար են ասում, դա դուք ինչքանով իրատեսական եք համարում։ Ուրեմն եւ արդյոք դա է լինելու 26-ի այս ընտրությունների գլխավոր հարցը։ Ուրեմն հունիսի 7-ը եւ դրան նախորդող 1 ամիսը եւ դրան հաջորդող եւս 1 ամիսը լինելու է երրորդ հանրապետության
ամենաազնիվ ժամանակաշրջաններից մեկը։ Ոչ թե որովհետև դերակատարներն են ազնիվ կամ ազնիվ լինելու, այլ իրավիճակն է պարտադրելու, որ բոլորը վերջին պահին պատռելու են իրենց դիմակները, բոլորը։ Ինչ նկատի ունեք։ 2026 թվականը այսօր գրեթե մեծամասնության կողմից ընկալվում է որպես պատմության հանգրվանային կետ, Արմագեդոն, վերջ, դրանից հետո այլևս կյանք չկա։ Բոլորը այնպիսի տպավորություն է, որ կարծես իրենց պատրաստել եւ նախապատրաստել են 2026-ի համար, եւ ով ինչ պետք է ունենա, ով ինչ պետք է ստանա, ապա դա պետք է 2026 թվականի պարլամենտական ընտրություններից ստանա։ Անկախ նրանից ով ինչ դիրքորոշում ուներ, ով ինչ սկզբունքներ ուներ, ով ինչպես էր իրեն դիրքավորում, այս մանդատի վազքի համար ժամանակաշրջանում բոլորը վերջում այդ սկզբունքներից, պատրանքներից, դիմակներից դուրս են գործելու վերջի վարքյանին, գործելու են իրենց իրական արժեհամակարգին համաձայն, որպեսզի ստանան այն ինչը հնարավոր է ստանալ այդ պահին։ Այսինքն շատերը կարող է ասեն, գիտեք ինչ, ինձ համար Պողոսը, Պետրոսը եւ Մարտիրոսը միշտ անընդունելի են եղել եւ այլն, բայց վերջի վարքյան նրանք անպայման գնալու են կոալիցիայի եւ դա փաթեթավորելու են որպես հայրենիքի փրկության համար տանող միակ ճանապարհ, այնինչ դրա միակ նպատակը եւ մոտիվը եղել էր բացառապես մանդատ ստանալը։ Եվ այդ կոալիցիայի հիմքում ոչ արժեքն է եղել, ոչ նպատակը, ոչ պետությունը, ոչ հայրենիքը, ոչ մի բանը։ Հետևաբար այս ժամանակաշրջանը շատ ազնիվ ժամանակաշրջան է լինելու։ Եվ այստեղ նաև մենք ունենալու ենք իրականում քաղաքակրթական ընտրության հնարավորություն եւ իրականում մենք տեսնելու ենք այդ ճամփաբաժանը։ Ինչ նկատի ունեմ։ Հին համակարգը իր բոլոր թերություններով, առավելություններով, եթե իհարկե կային առավելություններ, այլևս գոյություն չունի։ Նորը դեռ չի ձևավորվել։ Սա ընտրություն է լինելու ունենալ կամք ձևավորել նորը թե պետք քայլ առ քայլ, թե վերադառնալ հին կապանքներին։ Սա շատ պարզ է լինելու։ Բայց նախադրյալներն այն մասին չի, որ, չգիտեմ, կապանք է կանվան թե չէ, բայց հին համակարգը դեռ կենսունակ է։ Հին նկատի ունեմ նախկին նախագահներ, ներկա իշխանություն իրար հետ մրցակցել կամ մեկը ուրիշը ասում է համագործակցել կուլիսային, ես չգիտեմ, բայց խաղի հիմնական դերակատարները մնում են նույնը կարծես, այո։ Այս պահին բնականաբար այո։ Նրանք որևիցե փուլում երբեք չեն եղել հակադիր բևեռներ։ Ես բազմիցս ասել եմ, ընդդիմություն որպես այդպիսին մենք ինստիտուցիոնալ առումով երբեք չենք ունեցել եւ այսօր էլ չունենք։ Նրանք մեկ համակարգի ներկայացուցիչներ են, որոնք բնական դաշնակիցներ են եւ շատ լավ գիտեն, եթե չլինի մեկը, չի լինի նաեւ մյուսը։ Եվ նրանց երկուսի ճակերտավոր պարլամենտական ընդդիմության եւ իշխանության շահերից է բխում, որ այս քաղաքական համակարգը անպայման վերարտադրվի, ոչ միայն անձերի տեսքով, այլ նաեւ քաղաքական համակարգի հիմքում ընկած արժեքների, խաղի կանոնների, վարքի, մոտեցումների, աշխարհընկալման բոլոր առումներով այս քաղաքական համակարգը վերարտադրվի, թե իրենցից որ մեկը ինչ տեղ եւ դեր կունենա դրանում, դա արդեն երկրորդական հարց է, նրանք իրար մեջ դա կարող են հասկանալ, բայց երկուսի գերխնդիրը այս քաղաքական համակարգի բացառապես վերարտադրումն է, այլ օրակարգ չկա։ Իսկ այն ուժերը, ովքեր իրականում ուզում են քաղաքակրթական այս ճեղքումը իրականացնել, ձևավորելով բովանդակային նորը, իսկ բովանդակային նորը միայն այս քաղաքական ուժերին հակադրվելը չի։ Նորը նշանակում է որակապես նորը, որը կարողանա առաջ քաշի կենսունակ մոտեցումներ, կենսունակ գաղափարներ, որոնք համահունչ են մեր իրականությանը, որոնք լուծում են տալիս մեր իրականության համար, որոնք կարողանում են ավելի արդի կերպով սահմանել մեր տեղը եւ դերը փոխվող աշխարհում։ Հասարակության վերակառուցման գաղափարապես հիմնավորված նոր մոտեցումներ եւ այսպես շարունակ։ Նորը սրա մասն է եւ ոչ թե այն մարդիկ ուղղակի, ովքեր իրենց հետ ճանապարհ չեն անցել կամ այդ գաղափարների կրողը չեն։ Նորը սրա մասին է։ Հետևաբար ընդհանրապես ազգերը եւ քաղաքակրթությունները շարունակում են այս տրամաբանությամբ, կամ նրանք ընդունում են մարտահրավերները
եւ կարողանում են այդ մարտահրավերներին պատասխանել, կերպափոխվել, անհաղթահարելի իրավիճակում էլիտաները կարողանում են ինքնակազմակերպել եւ ճեղքել այդ անհաղթահարելի թվացող իրավիճակը կամ գնում են մահացման։ Սա իմ կարծիքը չի։ Այստեղ մի հարց հենց այդ տրամաբանության մեջ, ինչպես կարող է ընդհանրապես քաղաքական որևէ գաղափար ծագել նման պատ, որը բաղկացած է խոշոր ֆինանսական, քաղաքական, մեդիա եւ այլ ռեսուրսներ ունեցող քաղաքական ուժերից, այսօրվա ԱԺ-ընդդիմությունը եւ իշխանությունը իրար հետ արտախորհրդանական մի քանի թևեր էլ գումարենք, անենք եւ այլն, որոնց դուք մի այսպես դասավորության մեջ եք դնում, թվում է հատկապես պատերազմից հետո բոլոր գաղափարները ասված են Հայաստանում, բոլոր հարցերի նարատիվների շուրջ փորձ արվել է համախմբում ապահովել, հատկապես ԱԺ-ընդդիմությունը, երբ որ մի քանի անգամ փորձել է Փաշինյանին հեռացնել փողոցային պայքարով, մի անգամ սրբազան պայքար, մի անգամ դիմադրություն, մի անգամ հայրենիքի փրկություն, տարբեր վերնագրերով եւ այլն, ոնց կարող է ծագել որևէ նոր գաղափար փոքր ուժի կողմից, ասենք ձեր կողմից։ Հարցը այդքան նոր գաղափարը չէ եւ անգամ շեշտը չպետք է դնել, որ ես այսօր ասելու եմ մի գաղափար, որը երբեք որևիցե մեկի կողմից չի ասվել, ինչպես դուք ասացիք, բոլոր հնարավոր բաների մասին խոսել են, բայց կարևոր է ոչ թե խոսելը այդքան, ինչքան թե ով է դա ասում։ Մեր ժամանակաշրջանում, հատկապես պարլամենտական ընդդիմության կողմից, նաև մերթ իշխանության կողմից, թեպետ գերակայում է պարլամենտական ընդդիմության կողմից այդ խոսույթը, որ մեր ժողովուրդը ժեխ է, անգրագետ է, ամեն տեղ երբ խոսում ենք, ասում են, տեսնում եք, մեր ժողովուրդը սա է, հնարավոր չի եւ այլն։ Սրա մասին ես խոսել եմ, սա քաղաքակրթական հանցագործություն է ժողովրդի նման կերպ անվանել։ Դա դնենք մի կողմ։ Դա իրենց որակի մասին է խոսում եւ ոչ թե ժողովրդի։ Ովքեր պիտակավորում են ժողովրդին, առաջին հերթին դա խոսում է իրենց որակի եւ ոչ թե ժողովրդի որակի մասին։ Սա պետք է սահմանենք։ Բայց ժողովուրդը իրականում չափազանց իմաստուն է։ Մենք այդքան երևի շաբաթվա մեջ 4-5 օր լինում ենք մարզերում, տարբեր համայնքներում։ Անկամ չեք պատկերացնի, թե ինչքան լավ է ընկալում եւ լավ է հասկանում ժողովուրդը իրականությունը։ Դա մեկ այլ հարց է, որ այդ իրականությունը իմ քիմքին հաճո չի եւ ես հեռուստաեթերներով, Facebook-ով կամ այլ հարթակներով անընդհատ մանիպուլացնում եմ այդ ամեն ինչը, անընդհատ շարունակ եւ այսպես շարունակ, բայց ժողովուրդը շատ լավ պատկերացնում է։ Կնեք ժողովրդին շատ հաճախ դիտարկում են որպես քարոզչական նյութի թիրախ, որին ինչ ասես նա հաստատ լսելու է, մտածելու կարողություն չունի, չի կարող ինձ հակադարձել եւ այո, հենց դրա մասն է, բայց իրականում ժողովուրդը չափազանց իմաստուն է։ Կարևոր է թե ով է դա ասում։ Օրինակ պարլամենտական ընդդիմության կողմից, երբ որ ասում են կգանք, սա կանենք եւ այլն, ժողովուրդը տեսել է, որ 20 տարուց ավել այն մարդիկ, ովքեր բարձրաձայնել են այլ գաղափարներ կամ վեհ գաղափարներ, բայց իրենց կենսակերպը եղել է ամբողջությամբ այլի մասին։ Եղել է մորթապաշտության մասին, չվիրավորելով որևիցե մեկին ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։ Եղել է բացառապես սեփական ընտանիքը սպասարկելու մասին, ներխմբային շահ սպասարկելու մասին, պետության ռեսուրսները կազմաքանդելու մասին, հյուծելու մասին եւ այլն եւ այլն եւ այլն։ Չեք կարող մարդուն ասեք այլ բան, բայց ձեր կենսակերպը վկայի այլի մասին։ Չի կարող դրանից հետո մարդը ձեզ հետ երկու բառ ավել փոխանակի, մանավանդ Հայաստանը շատ փոքր է, շատ։ Անկամ եթե եթերներով դա չի տարածվում, անձնական կապերի միջոցով բոլորը շատ լավ գիտեն, ով որտեղից է սերում, ով ինչ կյանքով է ապրում, ով ինչ է անում, ով խի է անում, ում հետ է անում, երբ է անում։ Հետևաբար շատ կարևոր է նաև ասողը։ Այն մարդը ով գաղափարները բարձրաձայնում, ինքը այդ գաղափարների կրողն է թե չէ։ Այդ գաղափարների գոնե 10-ից 15%-ը իր կենսակերպում արտահայտված են թե չէ, իր առօրյա վարքում արտահայտված են թե արտահայտված չէ։ Սա է ամենակարևորը։ Գնայք ես փորձեմ այսպես հավասարակշռություն ապավել իմ հարցի մեջ, երբ որ իշխանությունը խոսում է ժողովրդավարությունից եւ լինում են դատական եւ այլ process-ներ, որոնք տարբեր իրավապաշտպաններ որակում են ժողովրդավարության դեմ կամ հատող այդ սահմանը,
կամ երբ որ ընդդիմությունը խոսում է այսպես ասած հայրենասիրությունից, ազգայինից, չգիտեմ, ինքնությունից, հայի փրկությունից եւ այլն, բայց իրենց ժամանակ դուք վկայակոչեցիք, հա, ինչպիսի բարքեր են եղել եւ ես չեմ ուզում նկարագիր տալ, մարդիկ գիտեն, այստեղ չեն վարկաբեկվում գաղափարները եւ քաղաքականությունը ոնց կարող է փրկել այդ գաղափարները։ Բնականաբար։ Եվ իմ խորին համոզմամբ նաեւ այդ մարդկանց հիմնական խնդիրներից մեկը նաև գաղափարների վարկաբեկումն է։ Այդ գաղափարները որպես այդպեսին դարձնել ոչ կենսունակ, բայց դա եւս չի հաջողվելու։ Մենք ունենք շատ փոքր տարածքով երկիր։ Անկախ դրանից մեդիա ռեսուրսները ինչ օրակարգեր են սպասարկում, ինչ են տարածում, վարձու բլոգերները ինչ կտարածեն, դա ընդհանրապես նշանակություն չունի։ Մեր պարագայում մեր հույսը եւ հենարանը մենք համարում ենք բացառապես ժողովուրդը եւ ժողովրդի հետ շփման միջոց ուղակի ինչքան է դա դժվար կթվա ուղիղ շփումն ենք համարում շփման մեջ ոչ միայն ժողովրդի տարբեր հատվածներ սկսում են ճանաչել ձեզ ձեր գաղափարները նաեւ ինչքանով եք դուք այն գաղափարների կրողը որը որ բարձրաձայնում եք սա բացառապես շփման մեջ է երևում մանավանդ արդեն կրկնեցի որ Հայաստանը շատ փոքր է, մեկը մյուսին տարբեր տեղերից ճանաչում է եւ խաբել հնարավոր չի ուղակի։ Դրա մեջ թե իրականում դուք թաքցնելու, մոլորեցնելու որևիցե խնդիր չունեք, դուք պետք է առիթ մանգակ ամեն օր ժողովրդի հետ շփվելու, որովհետեւ հարցը այստեղ միայն միակողմանի ժողովրդին մանիպուլացնելը չի կամ համոզելը չի, որ գաք ինձ ընտրեք։ Ինչքան ժողովուրդը կամ այդ տարբեր հատվածները ավելի լավ են սկսում ձեզ ճանաչել, շատ ավելի կարևոր է, որ դուք ճանաչեք ժողովրդին։ Դա շատ կարևոր է։ Ես այսօր այդքան պատտվելով հանդերձ տարբեր համայնքներով մի շատ պարզ եզրակացության եմ եկել։ Այն մարդիկ 99%-ը, ովքեր խոսում են եւ հավակնում են երկրի կառավարման մեջ գոնե տեղ եւ դեր ունենալուն, նրանք նվազագույն պատկերացում չունեն, թե ում են ուզում ղեկավարեն։ Այդ սուբյեկտը, ժողովուրդը ով է ընդհանրապես, ինչ շերտերից է բաղկացած, ինչ առաջնահերթություններ ունի, ինչ կարիքներ ունի, որոնք են նրա խնդիրները, հարցը միայն սոցիալական կենցաղային խնդիրներ չեն, կենցաղային խնդիրները դրանք հետևանքներ են, պատճառները չեն, որոնք են հասարակության շարժիչ ուժը իրականում, կատեգորիկ պատկերացում չունեն, իմ խորին համոզմամբ, եթե նվազագույն պատկերացում ունենային, ապա ամեն ինչ այսքան զավեշտալի կամ անգամ ծիծաղելի չէր լինի իրենց խոսքում գոնե։ Ցավոք այսօր բոլորը հատկապես այդ հիմնական դերակատարների մասին է խոսքը ունեն վերարտադրվելու մոլերանտ գաղափար միտք կպչուն միտք որը որ տեսականորեն անկախ դա նրանց համար հաճելի կլինի հաճելի չի լինի հնարավոր չի չեն վերարտադրվելու իրենց վերարտադրումը եւ այս ներկա իշխանության շարունակումը եւ իրենց վերարտադրությունը որը նույն համակարգն է նշանակել է մեր համար քայլ դեպի անհաղթահարելի ճգնաժամ։ Դեպի անհաղթահարելի ճգնաժամ։ Միջդեռ պարոն Քոչարյանը այսօր ասում էր, միայն ես կարող եմ երկիրը այս վիճակից անել։ Եվի ճգնաժամից։ Չեմ կարող ասել։ Իսկ դուք նրանց մեղադրում եք ճգնաժամի մեջ տանելու։ Ես բազմիցս ասել եմ, դա կլինի Ռոբերտ Քոչարյանը, դա կլինի նախկին նախագահներից որևիցե մեկը։ Եվ ներկա իշխանությունը, նրանց վերարտադրությունը ազգային անվտանգության ուղիղ սպառնալիք է։ Ինչպես։ Բոլոր առումներով, որովհետև այն իրավիճակը, որը որ մենք այսօր ունենք, դա նրանց կառավարման հետևանքն է ուղիղ։ Իշխանությունից սկսած այն իրականությունը, որը որ այսօր ունենք։ Իհարկե, բոլոր իրավիճակների համար բացառապես գլխավոր պատասխանատուն եւ մեղավորը բացառապես տվյալ պահի իշխանությունն է, բացառապես, բայց այդ իշխանությունը 1 րոպեում չի հայտնվում երկրում։ Այդ իշխանությունը շատ երկար process-ով է անցնում, հետո նաև այն որակի իշխանություն, որը որ մենք այսօր ունենք, որ իշխանությունը եւ որ կառավարություններն էին հասարակությանը հասցրել այն ծայրահեղ աստիճանի, որոնք պատրաստ էին նույնիսկ ամենախայտառակ գաղափարների հետևից օրինակ գնալ, պայմանական թեպետ այդ ժամանակ այդ խայտառակ գաղափարները չէին հնչում, եթե անկեղծ լինենք։ Բայց գոնե առաջին նշաններ շատերը տեսնում էին, բայց բոլորը դրա վրա աչք էին փակում, այնքան որ
կարողանային ձեռքբազատվեն այդ իշխանություններից։ Ես պայմանական եմ ասում։ Հասկացա։ Դրանից բացի ամենակարևոր խնդիրներից մեկը ասեմ, բոլորը հիմա խոսում են հայրենասիրության մնացածի մասին, ուժեղ բանակ եւ այլն։ Յուրաքանչյուր գոնե շատ մակերեսային կրթություն ունեցող մարդու որ հարցնենք, ասի օրինակ, որ պաշտպանունակության կարևոր կոմպոնենտներից մեկը Հայաստանում, ընդհանրապես ամբողջ աշխարհում, մանավանդ փոքր պետությունների պարագայում, դա դեմոգրաֆիան է։ Դուք չեք կարող լինել ուժեղ պետություն, եթե ձեր համամասնության շրջանակներում դուք ունեք դեմոգրաֆիական խնդիր։ Ինչպես ստացվեց, որ մինչև այսօր մենք բոլորը շատ հզոր էին, շատ ուժեղ էինք, բայց մեր բնակչությունը պայմանական ասած 1 միլիոնով պակասել է։ Դուք չեք կարող լինել փոքր պետություն ու շեշտը դնել քանակի վրա։ Փոքր պետությունները շեշտը դնում են բացառապես որակի վրա, որովհետև որակը կարող է կոմպենսացնել քանակը։ Ու դուք չունենաք այդ պետությունում գիտություն, չկա գիտություն։ Որ կընտրում ցույց կտակ որտեղ են այդ գիտությունները։ Ունենաք մի իրավիճակ, որտեղ գիտնական եւ մշակութային գործիչը մարդկանց մոտ մտապատկերում ասոցացվում է չքավորության հետ, այլ ոչ թե նրանք էլիտա են։ Էլիտա շատ տարբեր մտավորականների համար կարող են իրենց էլիտա համարել, բայց սերունդը նրանց ասոցացնի չքավորի հետ։ Չեք կարող ունենալ, ասեն, այս պետություն եմ ունեցել, որ դուք չունեք մշակույթ։ Եթե մշակույթ չունեք, պետություն ձեզ ընդհանրապես ինչի համար է պետք։ Չեք կարող ունենալ անկախ պետություն, այդ անկախ պետությունում գերակայի ադրբեջանա-թուրքական մշակույթ թեկուզ լատեն ձևով 30 տարի։ Ինչի մասին է խոսքը։ Այս ամեն ինչն է բերում հանգեցնում սրան, հասարակության դիմադրողականության անկմանը եւ այլն։ Չեք կարող ասել ես պատերազմող ուժեղ պետություն էի, առաջին նախագահը, երկրորդը, երրորդը, ներկայիս իշխանությունը, երբ Երևանից դուրս եք գալիս ու հայտնվում եք 30 կիլոմետր հետո, հայտնվում եք 15-րդ դարում, որտեղ ոչ ենթակառուցված կա, ոչ բնակեցված նորմալ կյանք վարող համայնքներ կան։ Դուք չեք կարող ունենալ ուժեղ պետություն, եթե ամբողջ 30 տարիների ընթացքում դուք ձևավորել եք բացառապես միայն ու միայն Երևան, գերկենտրոնացում, որը ազգային անվտանգության առաջնային սպառնալիքը, այն պարագայում, երբ որ պետք է զարգացումը լիներ, օրինակ եմ ասում, համաչափ։ Մյուսը ու վերջինը, թե չեսպես կարող եմ ժամերով թվարկել։ Մյուսը երբեք չի կարելի որևէ իշխանության ներել մեր գյուղացիների այս խեղճությունը։ Եթե շփվեք գյուղում, հարցը իրենց արժանապատվության մասին չի, իրենց կեցության մասին է խոսքը, կենսակերպի մասին է։ Չի կարելի այս մարդկանց որևիցե պարագայում ներել գյուղացու խեղճությունը։ Դուք տեսել եք ինչ է կատարվում մեր գյուղերում, ինչ է կատարում սրանից առաջ, 10 տարի առաջ, 5 տարի առաջ, հիմա։ Ինչ պետության մասին է խոսքը, ինչ հզոր ղեկավարների մասին է, բոլորը կազմակերպել եւ կեղեքել են բացառապես երկիրը եւ այս ընթացքում խորհրդային միությունից բաժին հասած ինստիտուտները եւ այդ ինստիտուցիոնալ իներցիան ուղղակի մարվել է։ Ես ոչ թե ասում եմ, որ խորհրդային միությունը այն գերակա կամ դրական լավ վիճակն է, դրա մասին չի։ Այն ենթակառուցվածքները, որոնք որ մեզ ժառանգություն են հասել եւ հնարավորությունները որպես այդպեսին լավ թե վատ, ուղղակի այդ իներցիան ամբողջությամբ մարում է։ 30 տարվա մեջ առաջի անգամ մի քանի տարի առաջ սարքել են կամուրջ։ Առաջին անգամ կամուրջ։ Դա այնպեսի մեծ ցնծությամբ էր ներկայ իշխանությունը ներկայացնում, այսօր մեքենաները թռնում են ամբողջ աշխարհում արդեն։ 30 տարվա մեջ մենք սարքել ենք մի կամուրջ ու ներկայացնում ենք, որ մենք ինչ հսկա քայլ ենք կատարել։ Պատկերացնում եք ինչի մասին է խոսքը, այսինքն մենք այս վիճակի մասին ենք խոսում։ Մենք այս կրթական մակարդակի, այս գիտական մակարդակի, կարող ասեմ մեր պետությունը այդքան ծանր վիճակում է, ինչքան ծանր վիճակում ուզում եք լինեք, այսքան այս օլիգարխիկ համակարգով հանդերձ, փոքր պետության մեջ 30-ից 40-ից ավել միլիարդատեր ունենալով հանդերձ, դուք չեք կարողանում օրինակ 300 լրջագույն գիտնական պահել Հայաստանում։ Ելել չեմ խոսում, որ ամբողջ աշխարհից հայկական միտքը կարևոր ինտելեկտուալներին, կարևոր մտավորականներին պատմական շանսեր ընձեռնվել, կենտրոնացնել իրենց հայրենիքում, տան այդ բոլոր հնարավորությունները։ Ոչ միայն չկենտրոնացրեցիք, որ այդ խելացի պետությունը սարքեք, որի շեշտը կլինի որակ, որտեղ քանակի հնարավորություն մենք չունենք, մենք չենք կարող ունենալ 50 միլիոն բնակչություն։ Հակառակը բոլորին ոչ միայն պայմաններ ստեղծեցիք
որ իրենք գնան ճակերտավոր պայմաններ ստեղծեցից, այլ նաև խրախուսեցիք նրանց հեռանալը։ Դրան զուգահեռ ձևավորեցիք ձեր սեփական մշակութային գործիչներին, որոնք ուղակի մասնակցում են ձեր ընտրարշավերին։ Ուղակի, ցավով եմ նշում, որ շատերը այսօր դարձել են ընդդիմադիր։ Այնիշ մշակութային գործիչը երբեք ոչ միտեղ իրավունք չունի ունենալ լինելու իշխանական, դե մշակութային գործիչը միշտ մակարդակ սահմանողն է, անընդհատ նշաձող բարձրացնողն է, թեկուզ քննադատելով, առողջ քննադատելով, նա անընդհատ դնում է նշաձող, որին պետք է ձգտի յուրաքանչյուր իշխանություն, եւ ոչ թե մշակույթը օգնում է կամ չգիտեմ, քարոզարշավին է մասնակցում իշխանության։ Ամեն ինչը բխել է, ամեն ինչը ածանցված է եղել ձեր կերպարից, ձեր էությունից։ Հասարակական կյանքը, մթնոլորտը, միջավայրը բացառապես լինում է այն միջավայրը, որը լինում է բնորոշ տվյալ պետության քաղաքական վերնախավին։ Քաղաքական վերնախավի ձևից եւ բովանդակությունից է կախված, թե ինչ մշակույթ կունենա այդ պետությունը, թե ինչ տնտեսական վերնախավ կունենան։ Նայեք մեր տնտեսական մասով օլիգարխներին օրինակ նայեք։ Նույնիսկ սա ես ոչ թե քննադատելու համար եմ ասում մարդկանց, այլ սա կարևոր քաղաքական եւ քաղաքագիտական ինդեքսներ կան աշխարհում, ցուցիչներ, թե որ իշխանության ժամանակ ինչ օլիգարխներ են ձևավորվել եւ նրանք ինչ վարկով են աչքի ընկել։ Նրանք գնացել են կապիտալի հումանիզացման ճանապարհով, կապիտալը հասարակությանը ծառայեցնելու, այսինքն պետությունը խրախուսել է նման մարդկանց ճակերտավոր ասած, մոնոպոլիստ դառնալը, թե այլ որակի մարդկանց, որտեղ դա բոլոր պետություններում այդպես կա, բոլոր պետություններում կան օլիգարխներ, բայց բոլոր պետություններում այդ մոնոպոլիստ դառնալու տրամաբանությունը այնպիսին չի, ինչպիսին մեր պետությունում ա եղել։ Այսպես կարող եմ ժամերով թվարկել։ Հիմա այդ մարդիկ, որ ասում են եկել ենք փրկենք պետությունը կամ ազգը, դա այլևս զավեշ չի։ Սա քաղաքակրթական հանցագործություն է, կրկնում եմ, որովհետև եւս մեկ անգամ հանրային գիտակցությունը մանիպուլացվում է եւ մարդկանց տրվում է անզորության մթնոլորտ, որովհետև մարդը տեսնում է, ասում է, գիտեք ինչ, այս մի կողմը ՔՊՆ է, որից մենք ուզում ենք ձերբազատվենք, մյուս կողմն էլ այս մարդիկ են, որտեղ շատ դժվար է կողմնորոշվել, թե ով է ավելի լավ կամ ով ավելի վատը։ Ու մարդկանց պարուրում է այդ անզորության մթնոլորտը, որ մենք այլևս այլ երկ չունենք։ Մենք պետք է համակերպվենք սրան կամ ընտրենք վատի ու վատագույնի միջև։ Բոլորի գերխնդիրը հենց սա է, եւ հենց այդ նպատակով է, որ նաեւ տեղեկատվական դաշտն է տրամաբանության մեջ կառուցված։ Որևիցե մի գաղափար, որը չի սպասարկում բացառապես իրենց ընտանեկան նեղ խմբային շահը, բացառապես իրենց նեղ խմբային շահը, 1 րոպե հետո ուղղակի այլասերում եւ այնպիսի վարկաբեկում է գնում, որ որևիցե մեկը չի կարող պատկերացնել։ Դրա վառ օրինակներից մեկ, որ իրենց համար ես ասել եմ քաղաքական տեսանկյունից, անգամ նվազագույն արժեքներ գոյություն ունեն։ Միքայել Սրբազանը 2024 թվականին Եվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներն էր։ Ես այդ ժամանակ այդ շարժման հետ կապված հարցազրույց հետվե, որ ասել է հնարավոր չի շողք գծողի հետ պայքարել շողքի դեմ։ Գրեթե նույն տրամաբանությամբ 1-2 ամիս հետո Միքայել Սրբազանը նույն երևույթի մասին խոսած։ Ես ինչ եմ ժամանակատվածը ասում, հանկարծ որևիցե մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե ես ասում եմ, որ Սրբազանը կրկնել է իմ խոսքերը, այլ հակառակը։ Սրբազանը այն բացառիկ մարդկանցից մեկն էր, ով քաջություն էր ունեցել այդ երևույթի մասին բարձրաձայն խոսել։ Մեկ օրվա ընթացքում պարլամենտական ընդդիմության 2 հիմնական թևերը, որ տեսնեք, թե ինչ աստիճանի էին, չասեմ քննադատում, վիրավորում Սրբազանին, անձնական մակարդակով, որոշները հայոյանքով, շատերը ամենաբարձր մակարդակով ուղիղ տեքստով, եւ հանկարծ մեկ օր նրանք միանգամից մոռացել էին, որ այդտեղ այն Սրբազանն, այն եկեղեցին է, որին հետո իրենք պետք է անպայման այսպես դոշ տված պաշտպանեին։ Ես ինչի համար եմ այս օրինակը ասում, որ որևիցե մեկի համար ըստ էության այս գործոնները նշանակություն չունի։ Բայց հետո հենց Սրբազանը մի քիչ թեթև աջակցություն հայտնեց թևերից մեկին, 1 օր հետո, ուղիղ 1 օր հետո այդ մի թևը, ասում 1 օր առաջ ամենավերջի հայոյանքներն էր տալիս։ 1 օր հետո միանգամից սկսեց Սրբազանին
մեծարել եւ մյուս կողմին ամոթանք տալ, թե դուք չեք ամաչում, որ սրբազան մարդ է, գոնե տարիքից ամաչեք, այս ինչպես եք խոսում, բայց մեկ օր առաջ ամենավերջի հայհոյանքներն իրենք տալիս։ Ես ինչի այսպես առարկայական օրինակով ասեցի, որ այստեղ որևիցե առումով չկա արժեքներ, քաղաքական իմաստով սրբություններ, որևիցե բան, կա բացառապես սեփական վերարտադրության, սեփական ընտանիքի շահը սպասարկելու անհագ, մոլեռանդ ցանկություն, որը բնականաբար ազգի եւ հասարակության շահի հետ 180 աստիճան հակառակ է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Շնորհակալ եմ, որ եկաք Factor TV ընտրություններին առաջ, վստահ եմ ձեզ էլի կհյուրընկալենք։ Factor TV-ում հյուրընկալել ենք Սուրեն Պետրոսյանին։